Ադմինիստրատիվ սահմանների վիզուալիզացիայի հետո մենք կարող ենք դրա վրա օրինակ ակտիվացնել, դիտել, ենթադրենք մեր հաջորդ շերտը, որը ներկայացնում է Հայաստանի տարածքում օրինակ անտառածածկ տարածքներ։ Նույն սկզբունքով, եթե անհրաժեշտ լինի ստեղծել որևէ տարածքի թվային մոդելը, հնարավոր է ակտիվացնել ռելիեֆի իզոգծերը, ապա արդյունքը ներկայացնել աղյուսակի տեսքով։ Աշխարհագրական տեղեկատվական կամ GIS համակարգը հնարավորություն է տալիս հավաքագրել, վերլուծել ու վիզուալիզացնել տվյալները։ Մեկ այլ դեպքում, օրինակ, ներկայացված է հանքային մարմինը, որի վրա երևում է բացահանքի կտրվածքը։ Այս ամենը յուրացնելու հմտություններ են ձեռք բերել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տեսուչները Երևանի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում։ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի մասնագետը ներկայացրել է այն բոլոր մանրամասները, որոնք գործնականում պետք կգան տեսուչներին։ Նման տեխնոլոգիայի էֆեկտիվությունը երկար տարիներ ապացուցված է եւ միանշանակ ինքը լինելու է շատ ավելի էֆեկտիվ իրենց աշխատանքները կազմակերպելու եւ ուրեմն իրանց առօրյա գործը կազմակերպելու տեսակետից։ 4 տարի առաջ 2021 թվականին բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ու Երևանի պետական համալսարանի երկրաբանության եւ աշխարհագրության ֆակուլտետը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի շրջանակներում տեսչական մարմնի աշխատակիցները ուսուցում են ստանում ֆակուլտետում, իսկ բուհի ուսանողները պրակտիկա են անցնում տեսչական մարմնում, հետագայում համալրում նրանց շարքերը։ Ֆակուլտետում գործող կայուն զարգացման կենտրոնի միջոցով մենք նմանատիպ ծրագրեր կարողանում ենք կազմակերպել եւ իրագործել։ Կենտրոնի այսպես մասնագետները օժտված են բավականին բարձր մասնագիտական հմտություններով, թե տեսական եւ պրակտիկ։ Նախկինում, եթե դա մենք հնարավորություն ունեինք, օրինակ ասենք պատվիրակել մասնավորին, որ մասնավորը դա պետական մարմնի համար այդ աշխատանքը կատարեր, դա մի քանի, ասենք, միլիոն դրամ կամ բավականին բարձր գումարների մասն էր խոսքը։ Հիմա մենք մեր աշխատակիցների մասնագիտական որակների շնորհիվ այդ ամեն ինչը մենք ենք իրականացնում։ Տեսչական մարմնի եւս մեկ կառուցվածքային ստորաբաժանման տեսուչներն արդեն իսկ կարող են իրենց գիտելիքները կիրառել պրակտիկայում, ծրագրի այս փուլը եւս ամփոփվել է, սակայն այն շարունակական է լինելու։ Տեսչական մարմինը մտադիր է ծրագրում ներառել նաեւ տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներին։ Վարդուհի Արզումանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։